Բարև ձեզ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի ունկնդիրներ, այսօր ապրիլի 2-ն է եւ լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 9-րդ տարեդարձը, պատերազմ, որը մեծ փորձություն էր մեր ժողովրդի համար, բայց որից նաեւ մեր բանակը եւ մեր ամբողջ ժողովուրդը ապրող դուրս եկավ։ Եկեք մի պահ լրությամբ հարգենք բոլոր մեր հերոս նահատակների հիշատակը, որոնք իրենց կյանքի գնով կարողացան կանխել թշնամու առաջխաղացումը եւ պաշտպանել Արցախի հիմնատարյալներ։ Շնորհակալություն։ Անցնենք մեր մամլոասուլիսի բուն թեմային, եթե դուք հիշում եք, տարածվել եմ մի քանի օր առաջ մարտի 28-ին այս ամբողջ կազմով Հայ ազգային քաղաքացիական միավորումը Parlamentarizmի զարգացման միջազգային կենտրոն եւ երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպությունների համատեղ եւս մամլոասուլիս տվեցին, որտեղ մենք անդրադարձանք Գյումրի եւ Փարաքար համայնքներում ընթացող ընտրությունների քարոզարշավի ընթացքին եւ այսօր 5 օր հետո, երբ որ արդեն տեղի ունեցել քվեարկությունը, մենք կուզենայինք անդրադառնալ արդեն բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել մեր նախորդ ասուլիսից հետո, որն է ավարտական հանրահավաքները, լռության օրը, քվեարկության օրը, հիմա իդեպ տեղի են ունենում նաև վերահաշվարկներ եւ դրանք բոլորը ընտրական գործընթացի մասին։ Հատուկ նույնիսկ ուզում եմ հիշեցնել, որ մարդկանց հաճախ թվում է, որ ընտրությունները միայն քվեարկությունն են, բայց իրականում ընտրական գործընթացը ելքի շատ ավելի բարդ է եւ մենք կուզենայինք բոլոր դրվագներին անդրադառնալ։ Այսօր մեր ասուլիսին ներկա են Parlamentarizmի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Բոհար Մելոյանը, երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության նախագահ Արտեմ Մխիթարյանը, Հայքվե վարչության անդամներ Արամ Պետրոսյանը, Սուլակ Հակոբյանը եւ ձեռքբերական Հայքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Մինչև գործընկերներից խոսք տալը, ես ինքս կուզենայի մի քանի կոնկրետ դրվագի անդրադառնալ, որոնց անձամբ ականատես եմ եղել եւ որոնց վրա հատուկ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել։ Ուրեմն սկսենք մարտի 28-ի օրվանից, հենց մեր նախորդ ասուլիսի օրվանից, երեկոյան այդ օրը տեղի ունեցան ավարտական հանրահավաքները քարոզարշավին մասնակցող ուժերի եւ Գյումրիում մասնավորապես տեղի ունեցավ եզրափակիչ հանրահավաք ի պաշտպանության իշխանության տեխնացու Սարիկ Մինասյանի։ Այդ հանրահավաքի ներկային բազմաթիվ քաղաքացիներ եւ լրագրողները եւ մեր դիտորդները արձանագրեցին այն փաստը, որ քաղաքացիների շատերին այդտեղ բերել էին կոլեկտիվներով Գյումրիի մի շարք պետական հաստատություններից, ինչպիսին են օրինակ բժշկական կենտրոնները, ինչպես նաեւ որը շատ տարօրինակ էր մեր համար, Շիրակի մարզի այլ բնակավայրերից մեծ խմբերով մարդկանց էին բերել, ու այդ քաղաքացիները ընդհանրապես ընտրությունների հետ որևէ անմիջական առնչություն չունեին, իրանց ներկայությունը այնտեղ նույնիսկ հասկանալի չէր եւ ավելին ձեզ ասեմ, երբ որ լրագրողները կամ մեր դիտորդները մոտենում են իրանք խուսափում էին խոսելուց, հաճախ շրջվում էին, ընդհանրապես չէին ցանկանում ներկայանալ, ցույց էին տալի, որ ինչ որ իմաստով իրանք այդտեղ են գտնվում ոչ այդքան էլ իրենց կամքով։